Հայաստանը հաճախ ցույց են տալիս ճգնաժամերի միջոցով, բայց երկիրն ունի նաև սովորական ամենօրյա ռիթմ, եւ այդ ռիթմը կարևոր է։ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունն աճեց 7,2%-ով։ Համաշխարհային բանկի տվյալներով այդ աճը առաջ է եկել մասնավոր սպառումից, ներդրումներից, ծառայություններից եւ շինարարությունից։ Այսինքն, մարդիկ գնումներ են արել, կառուցել են, աշխատել են, բիզնեսներ են բացել, տներ են վերանորոգել, աշխատավարձեր են վճարել եւ առաջ են պլանավորել։ 2024 թվականին Հայաստանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ծառայությունների արտահանումը կազմել է մոտ 1,18 միլիարդ դոլար։ Դա ծրագրավորողներ են, ինժեներներ, արտադրանքի թիմեր եւ ընկերություններ, որոնք գիտելիք են վաճառում սահմաններից դուրս։ Զբոսաշրջությունն էլ երկիրը պահում է տեսանելի։ 2025 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 1,7 միլիոն զբոսաշրջիկ։ Ամեն թվի հետևում սովորական կյանք է։ Հյուրանոցներ, սրճարաններ, վարորդներ, գիդեր, ռեստորաններ, գյուղացիներ, խանութների տերեր, հաշվապահներ, ուսուցիչներ, բժիշկներ, ուսանողներ, ծնողներ։ Սա օղներ, սա այն Հայաստանն է, որը միշտ չի հայտնվում դրամատիկ վերնագրերում։ Առավոտյան երթևեկություն, դպրոցական պայուսակներ, շինարարության ձայն, քննություններ, կտրոններ, ընտանեկան